Մասնակիցներն են Տասի լեզվաբանական մեկի Փասադենյան Մարի, Սեֆյան Անգելիկա, Պետրոսյան Նարեկ, Հակոբյան Սերոժը և Տասի լեզվաբանական 3-ի Դավթյան Հայկը և Խաչատրյան Ալեքսը։ Նախագծային ղեկավար Վիոլետա Դարյան։ Սրտի զարկերի աջակցության փոփոխություն հանդիսանում հոգատեսային հարաբերականության և զբաղ տվյալների հնչյունարարական տարբերություն, դատերի դժոխեցություն, սրտի աշտանքի և մտային ակտիվության կապի վերաբերյալ։ Հետագայում օբյեկտիվ առարկա, օբյեկտիվ մարդու սիրտ անձին համակարգի ֆիզիոլոգիական ռեակցիաները, առարկան, սրտի զարկերի տեսություններ և կանխատեսումներ անել, հիմնական տեսական մեթոդները, առաջինը վերլուծություն և համադրություն, սրանք ուսումնասիրության երկու փոխկապակցված գործընթացներ են, վերլուծությունը ուսումնասիրվող առարկան, երևույթը կամ խնդիրը, մտովի կամ գործնականում մասերի բաղադրիչների բաժանելն է և դրանք առանցին ուսումնասիրելու նպատակով, համադրությունը վերլուծության արդյունքում առանձնացված մասերը մեկ ամբողջության մեջ միավորելն է և դրանց մասին ընդհանուր պատկերացում և օրինակ։ Երկրորդը աբստրակցիան է, սա մտավոր գործողություն է, որի ժամանակ հետազոտողը անտեսում է երևույթի ոճրական երկրորդական հատկությունները և կենտրոնանում է միայն էական հատկությունների վրա։ Նպատակը բարդ խնդիրների պարզեցում, ընդհանրությունների ձևակերպում և գիտական հասկացությունների ստեղծում, արդյունքում գիտական կատեգորիաներ, օրենքների և տեսությունների ձևակերպում։ Երրորդը ինդուկցիա և դեդուկցիա, սրանք մտահանգման տրամաբանական մեթոդներ են։ Ինդուկցիա մտահանգում, մասնավոր հասերից դեպի ընդհանուր օրենքներ, առանձին գիտակներից կամ փորձարարական տվյալ հասարակությունն ու ճշգրտությունը։ Էմպիրիկ մեթոդները։ Էմպիրիկ մեթոդները ընթացքի մեջ ակտիվության մտելու, տեսակների ինքնադիտում և արտաքին դիտում։ Երկրորդը փորձ, երևույթի ուսումնասիրությունն է, հատուկ ստեղծված և վերահսկվող պայմաններում։ Ինչպես է փոխվում սրտի զարկերի հաճախականությունը ֆիզիկական բաղադրություններ կատարելիս։ Հիպոթեզի առաջարկում ձևակերպվել է գիտական ենթադրություն, ըստ որի տվյալների հավաքագրումը իրականացվել է փոխանցելով վերականգնություն։ Տվյալների վերլուծություն ստացված տվյալները համադրվել են առաջարկի և գրաֆիկի միջոցով, ինչը թույլ է տվել տեսնել զարկերի փոփոխության հստակ դինամիկան, աճի և նվազում։ Եզրակացությունների ձևակերպում կատարվել է վերջնական ամփոփում, որը հաստատվել է առաջ դրված հիպոթեզը և հիմնավորվել է ֆիզիկական ակտիվության ազդեցությունի սրտի աշխատանքի վրա, որոնց ներառում են դիտարկման հիպոթեզների առաջացման, փորձարկման և վերլուծության բնական գիտություններում։ Ֆիզիկա, կենսաբանություն, դրանք հիմնված են փորձերի և չափումների վրա, փորձարարական մեթոդ, ֆիզիկա, քիմիա, նոր դեղամիջոցի ազդեցությունը տարբեր կենդանի օրգանիզմների վրա, կլիմայի փոփոխության կանխատեսումը համակարգչային մոդելների միջոցով, որոնք հաշվի են առնում ջերմաստիճանը, CO2-ի մակարդակը և այլ գործոններ։ Գիտական մեթոդներն են դիտարկում և չափում, փաստերի արձանագրում, հիպոթեզի առաջացում, նախնական վարկած, կրկներություն և ստուգելիություն, սակայն այն հետազոտող կարող է կրկնել նույն փորձը ստուգելու համար արդյունքի ճշգրտությունը։ Սա ապահովում է կանխատեսելիություն։ Գիտական օրենքները թույլ են տալի կանխատեսել ապագա իրադարձությունները կամ երևույթները, եղանակի տեսությունը կամ դեղամիջոցի ազդեցությունը։ Թերությունները սահմանափակում են։ Սահմանափակում միայն նյութականով։ Գիտական մեթոդը կիրառելի է միայն այն երևույթների նկատմամբ, որոնք հնարավոր է չափել կամ դիտարկել։ Այն չի կարող պատասխանել էթիկայի, բարոյականության, գեղագիտության կամ կյանքի իմաստի վերաբերյալ հարցերի։ Արդյունքում գիտությունը երբեք չի տալիս բարձրացնել և վերջնական պատասխանատվությունը հաճախ պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ, ժամանակ և թանկարժեք սարքավորումներ, ինչը որ միշտ է հասանելի։ Եթե մարդը կատարի ֆիզիկական բարձրություններ, ապա սրտի զարկերը կավելանա մի քանի անգամով։ Փորձի ընթացքի համար անհրաժեշտ է չափ հեղափոխ գրի սպեկտր։ Փորձի առաջին քայլը 5 րոպե հանգիստ նստելն էր, հետո ֆիզիկական աշխատանք 30 քանիստից հետո 3 րոպե հանգիստ։ Առանցքიდან նշվում է սրտի զարկերի քանակը 60-130 րոպե։ Գրաֆիկը ցույց է տալիս, որ վարությունից հետո սրտի զարկերը փոքր աճել են, իսկ հանգստանալուց հետո սկսել են նաև նվազել և մոտենալ սկզբնական մակարդակին։ Արդյունքների վերլուծություն։ Փորձի ընթացքում պարզվել է, որ կլինիկական ծանրաբեռնվածությունից հետո սրտի զարկերի հաջողականությունը շատկվածին և ընդանիքներ են բանջում, ուսից ետը սկսում է ավելի արագ աշխատել։ Հանգստից հետո զարկերը նվազեցին մինչև 76 զարկ րոպե, ինչը ցույց է տալիս, որ օրգանիզմը աստիճանաբար վերադառնում է բնական վիճակին։ Գրաֆիկը կազմվել է Microsoft Excel ծրագրով,
եզրակացություն, փորձը հաղթեց առաջադրված հիպոթեզը, ֆիզիկական զարգացումը մեծացնում է սրտի զարկերի հաջողականությունը, սիրտը արագացնում է իր աշխատանքը, որպեսզի օրգանիզմն ապահովի անհրաժեշտ քանակություն թթվածնով և էներգիայով։ Գիտեք, իսկապես որ նախագծային աշխատանքը ձեր նման թեմա է կնքում, ճիշտ է, դուք եք կնքում թեմա, դուք եք կնքում առարկան թեման, եւ այո, նայած ձեզ հարմար լինի, ձեր սրտի մոտ լինի, ձեր ուզածը լինի։